Փառք մեր Տիրոջը, մեր Աստծուն փառքավետյան։ Հիսուսը մի խոսք ասաց, դա գրված է Լեռան քարոզի մեջ 7-րդ գլխում է գրված, ասաց նեղ դռից ներս մտեք։ Հիշում եք։ Նեղ դռից ներս մտեք եւ հետո շարունակության մեջ հետեւյալն է ասում, որովհետեւ այդ ճիշտ դռից ներս մտնելու հետ է կապված վերջն արդյունքը, ինչպիսին կլինի, որտեղ կհայտնվի մարդը հավիտենության մեջ։ 13 խոսքն է 7-րդ գլխի Մատթեոս ավետարան, նեղ դռից ներս մտեք, վասնզի լայն է այն դուռը ու ընդարձակ այն ճամփան, որ դեպի կորուստ կտանի, եւ շատվոր են անոնք, որ անքե կմտնեն։ Եվ շարունակությունը 14-ն էլ կարդամ, վասնզի նեղ է այն դուռը ու նեղված է այն ճամփան, որ դեպի կյանք կտանի, եւ քիչվոր են անոնք, որ զանիկա կգտնեն։ Որովհետև նեղ է այն դուռը ու նեղված է այն ճամփան, որտեղ այդ նեղ դռից մտնելուց հետո սկսում է մի նեղ ճանապարհ։ Ովքեր մտնում են այդ նեղ դռնով, նրանք մտնում են այդ ճանապարհ, հայտնվում են այդ ճանապարհի մեջ եւ իրենց ընթացքը շարունակվում է այդ նեղ ճանապարհով։ Եվ այդ ճանապարհը այստեղ է երկրի վրա, բայց այդ ճանապարհը ավարտվում է երկինք մտնելով, հավիտենական կյանք գտնելով, ինչպես Տերը խոստացել ասում է, բայց նաեւ ասում է քիչվոր են անոնք, որ զանիկա կգտնեն։ Համեմատաբար այդ դռի տեղը եւ այդ նեղ դուռը եւ այդ նեղ ճանապարհը ընտրողները քչվոր են նրանց համեմատ, ովքեր այդ լայն դռից եւ այդ լայն ճանապարհով են ընտրում եւ իրենց կյանքը ապրում այս երկրի վրա եւ Հովանու ավետարանի մեջ տեսեք 10-րդ գլխում Հիսուսը էլի դռան հետ կապված այսպես է ասում. Ես եմ դուռը, 9 խոսքն է 10-րդ գլուխ Հովանու ավետարան։ Իհարկե 7-ում ասում է ես եմ ոչխարների դուռը եւ 9-ում կրկնում է ես եմ դուռը, եթե մեկը ինձ մե ներս մտնի, պիտի փրկվի։ Փաստորեն այդ նեղ դուռը ինքը Քրիստոսն է։ Ես եմ դուռը, եթե մեկը ինձ մե ներս մտնի, պիտի փրկվի։ Ուրեմն փրկվելու միակ տեղը, միակ հնարավորությունը այդ դռից, այդ նեղ դռից ներս մտնելով է։ Եվ այդ դռան անունն է Հիսուս Քրիստոս, բայց այդ դռան անունն է նաև ճշմարտություն, որտեղ ինքը Քրիստոսը ճշմարտությունն է։ Ուրեմն այդ նեղ դռով մտնելուց հետո է, որ փոխվում է ամեն ինչ։ Մարդը հայտնվում է բոլորովին այլ իրականության մեջ։ Ես իմ քարոզը, իմ խոսքը հենց այդպես եմ վերնագրել, մտել ես դու արդյոք դռնից ներս, լինելով հավատացյալ, արդյոք բոլոր հավատացյալներին կարելի է այդպես այդ ուրեմն կարգավիճակում տեսնել կամ իրապես բոլորն են դռից ներս մտած այդ իրականությունը ապրում եւ քայլում այդ ճշմարիտ ճանապարհով, որը նեղ ճանապարհն է։ Բայց շարունակության մեջ ես ուզում եմ շարունակեմ, փրկություն կգտնի, ասում է, երբ որ մտնի ինձ մե ներս, պիտի փրկվի ու պիտի մտնե ու պիտի ելլե։ Դա շարունակելով ինչ որ էլի բան ասում, պիտի մտնի ու պիտի ելլե կամ պիտի դուրս գա։ Եվ արոտ պիտի գտնե։ Արոտ, այսինքն իրեն համար այն կերակուրը, որը հենց այդ կյանքի ապահովող կերակուրն է, իհարկե խորհրդով ոչխարների համար ասում, բայց ահա բոլոր նրանք, ովքեր իրենն են, ովքեր կանչված են ներկայացնելու Քրիստոսին եւ ապրելու իրապես երկրի վրա, որպես նրա վկաները, նրանք պիտի անպայման այդ փորձառությունը ունենան։ Նրանք պիտի դռից ներս մտած մարդիկ լինեն, այսինքն ճշմարտությունից ներս մտած եւ ճշմարտության մեջ այլևս քայլող եւ ապրող մարդիկ։ Սիրելի եղբայրներ եւ քույրեր, սիրելի հոգիներ,
Աստված չի ուզում, որ որևէ մեկը խաբված լինի։ Դա բացարձակ Աստծո կամքին դեմ է։ Աստված ամեն ինչ արել է եւ անում է, որպեսզի լինի թե ամեն մարդ ճշմարտությանը ճանաչելու գա, այսինքն չմնա խաբված։ Բայց ինչու՞մն է հարցը, որ Աստծո ուրեմն ընձեռնած այդ հնարավորությունը, որ խաչի վրա Աստված իրականացրեց Հիսուս Քրիստոսի զոհով իր միածին որդուն տալով, հնարավոր դարձրեց, որ մարդը տեղափոխվի, որ մարդու համար հնարավոր դառնա այդ դուռը գտնելը նախ եւ հետո այդ դռից ներս մտնելը, որովհետեւ խիստ տարբերություն կա դռից այս կողմ իրականության մեջ, որ դեռ մարդը չի մտել, եւ դռից այն կողմ իրականության մեջ։ Եվ ամեն մի հավատացյալ ինքն է պատասխանատվություն կրում Աստծո առջև եկած լինելով, թե ինքը ինչու է եկել ընդհանրապես այդ անունը վերցրել իր վրա։ Ուղղակի դրսից հերվից Քրիստոսին այդպես ուսումնասիրելու, Քրիստոսի մասին ինչ որ բաներ իմանալու, թեկուզ կարդալով ավետարանը, թեկուզ աղոթ քանելով, եւ էլի ինչ որ բաներ հնարավորության կամ իր ուժերի ներածի չափով բարի գործեր կամ էլի ծառայություններ իրականացնելով, թեկուզ եկեղեցու մեջ անգամ, բայց ամենակարևորը գտնվելով դռից դեռ այն կողմ, այսինքն դռից ներս մտած չլինելով։ Տեսեք, ճշմարտությունը այս հարցում երկու ասպեկտներ կամ տեսանկյուններ եմ ուզում հիմա ներկայացնեմ։ Առաջին տեսանկյունը սա է, որ Եփեսացիների նամակի մեջ Պողոս առաքյալը հետևյալն է ասում, 2-րդ գլուխ 6-րդ խոսքն է։ Ասում են նրա մեջ մեզ նստեցրեց, նրա այդ հարություն տվեց եւ մեզ նստեցրեց երկնավորներուն մեջ, բայց շարունակելով ասում է Հիսուս Քրիստոսի մեջ։ Այսինքն սա ճշմարտության մի տեսանկյունն է, սա իրականություն է։ Ուրեմն որպես հոգի մենք Քրիստոսի մեջ տեղափոխվածներ, մենք Աստծո համար հոգևոր այդ իրականության մեջ, որտեղ հոգին ժամանակներից դուրս է։ Ժամանակների մեջ մարմնով մենք հիմա ապրում ենք ժամանակների մեջ, բայց ժամանակները մի օր ավարտվելու են եւ այլևս ժամանակ չի լինելու։ Հավիտենության մեջ ժամանակ չկա, չի լինելու։ Բայց Աստված հավիտյանս հավիտենից, չէ, հավիտենությունը Աստծո մեջ է եւ Աստված հավիտենության մեջ, այսինքն ինքը դուրս է ժամանակներից։ Բայց ժամանակներից դուրս նաեւ հոգու այդ մեջ գտնված Քրիստոսի մեջ գտնված իրականությունը, ինչու, որտեղ Քրիստոսը ավետարանն ասում է, որ նա փառքով հորաչում նստած է այդ փառահեղ հաղթանակը տանելուց հետո խաչի վրա։ Հարություն առնելուց հետո նա հետո ինչ արեց։ 40-րդ օրը համբարձվեց եւ նստեց հորաչում։ Բայց Հիսուսը մինչ այդ հաղթանակը տանելը, ուրեմն նա նախ մեռավ, չէ՞ խաչի վրա։ Իր հաղթանակը հենց այդ մահով տեղի ունեցավ։ Բայց շատ կարևոր մի բան, ինքը երբ մեռավ խաչի վրա, հայրը ողջ հին ստեղծագործությունը դրել էր որդու մեջ եւ խաչին գանվեց, մահվան մատնվեց ողջ հին մարդկային ցեղը, ադամական սերունդը ցեղը, հին մարդը։ Ուրեմն մենք բոլորս Քրիստոսի հետ դեռ Հիսուսը երբ է մահացել, մոտ 2000 տարի առաջ, եւ ըստ էության մենք նրա հետ մեռել ենք, այդպես է գրված, համարը ասեմ, էլի տարբեր տեղեր կան, 6-5 ասենք հռոմեացիների, հաստատող այդ նույն միտքը։ Մենք ասում ենք տնկակից եղանք անոր մահվանը, կամ միացանք նրա հետ մահվան մեջ։ Երբ նա մեռավ, մենք նույնպես մեռանք։ Հայտարարում է ավետարանը։ Հիսուսը երբ մեռավ, դու մեռար, ուղղակի մենք հիմա ենք այդ մասին իմանում։ Բայց դա տեղի ունեցել վաղուց, դարեր առաջ։ Բայց ճշմարտության մյուս ասպեկտը, մյուս տեսանկյունը, նա է, որ մենք դեռ մարմնի մեջ ենք։ Ուրեմն մեկը նա է, որ հոգու մեջ Քրիստոսի հետ, Քրիստոսի մեջ մենք Աստված արդեն նստեցրել է եւ այդպես է ասում, չի ասում կնստեցնի, նստեցրեց երկնավորներուն մեջ։ Բայց մյուս ասպեկտը, մյուս տեսանկյունը այդ ճշմարտության սա է, որ մենք դեռ մարմնի մեջ ենք եւ դեռ երկրի վրա ենք,
եւ շարունակումը չէ մեր ընթացքը, եւ այդ ընթացքը ինչպես կավարտվի կախված է այդ առաջի կարևոր ասպեկտը ճշմարտության այդ փաստը, որ ավետարանով Տերը մեր առջև բաց է արել, որ մենք ընդունենք, որ ճիշտ է, ես երկրի վրա եմ, բայց Քրիստոսի մեջ ես նաև երկնավորներում նստած մեկն եմ։ Ոմանք այդ մասին խոսելուց գիտեք, մի տեսակ մտավախություն է առաջանում, ասում եմ, բայց այդպես ասելուց արդյոք չենք հպարտանա, եթե այդպես քարոզենք, ոմանք չեն հպարտանա, ինչ ասել է հպարտանալ, եթե ճշմարտությունը ընդունելը, իրապես ճշմարտությանը հավատալը, եթե դա մենք պիտի ներկայացնենք որպես հպարտանալ, ուրեմն մենք մոլորված մարդիկ ենք։ Ճշմարտությունը ընդունելը ոչ թե հպարտանալու է տանում, այլ խոնարհացման է տանում։ Իրապես ճշմարտությանը հավատալու արդյունքում մարդը խոնարհվում է, չի հպարտանում։ Բայց հիմա ես այն ինչ որ ասում եմ, ես չեմ ասում, ես ուղղակի մեջ բերում եմ անում։ Առաքյալն ասում է, նա մեզ նստեցրել է երկնավորներում։ Քրիստոսի մեջ այդ դռից ներս մտնելու եւ այդ իրականության մեջ ապրելու արդյունքում մենք երկրի վրա մեր ընթացքը հիմա որ կատարում ենք, ահա կանչված ենք, որ մենք հաստատենք, որ մենք նստած ենք այնտեղ եւ մեր այդ ճշմարտության մեջ երկրի վրա քայլելը, ահա մեր կողմից ուրեմն հնարավոր է դարձել, որ մենք ընդունեցինք այդ փաստը, որ Հիսուսի հետ մենք մեռանք եւ նրա մեջ նրա հետ հարություն առանք եւ նաեւ նրա հետ մենք ուրեմն այդ հաղթանակած որպես ժողովուրդ կամ Աստծո անունը կրողներ, ներկայացնողներ մենք նստած ենք երկնավորներուն մեջ։ Սաղմոսներից մեկում, տեսեք, ուզում եմ կարդալ հետևյալ մեկ խոսք պիտի կարդամ երևի, դա 45-րդ սաղմոսում է գրված, դա 45-րդ սաղմոսում է գրված, 10-րդ խոսքն է ասում է, ով աղջիկ, լսե ու տես, եւ քո ականջը ծռե, մորցիր քո ժողովուրդը ու քո հորը տունը, այն ատեն 11 խոսքն էլ, այն ատեն թագավորը պիտի ցանկա քո գեղեցկությանդ, վասնզի նա է քո Տերդ ու անոր երկրպագությունները։ Ուրեմն ով աղջիկ խորհուրդ է տալիս։ Դեստեղ աղջիկը ներկայացնում է, չէ՞, ճշմարիտ հարսնացուին։ Գիտեք, մինչև այս հարսնացուի իր հոր տանից դուրս գալու մասին խոսելը մի կարճ մեջ բերում անեմ օրինակը, որ երկրի վրա նույնպես, որ սա գործող օրինակ է, Աստված է դրել։ Աղջիկը երբ ամուսնանում է, պիտի իր հոր տանից դուրս գա։ Թողի իր հոր տունը։ Ու ցավոք շատ աղջիկներ դուրս գալով, գնալով արդեն նոր ընտանիք, նոր տուն, չէ, նոր ոնց որ միջավայր արդեն մտնելով, նրանք այդպես էլ դուրս չեն գալիս իրենց հոր տնից, պորտալարով միացած են մնում իրենց հայրական տան հետ, եւ իրենց հոր տան դրված սովորություն, չգիտեմ, այնտեղի կարգը, կանոնը բերում են ու փորձում են հաստատել այս նոր տան մեջ։ Ու շատ ցավալի արդյունքներ է միշտ լինում։ Աստծո դրած կարգը, որովհետև խախտվել է, Աստված ասում է, ով աղջիկ դուրս արի քո հոր տանից։ Եվ ոչ իմաստուն ծնողներ, աղջկա այդ ծնողները, հաճախ այդ ցավալի սխալը թույլ են տալիս, փոխանակ նրանք իրենք ամեն ինչ անեն, որ այդ պորտալարը կտրվի այդ աղջկա հետ, իրենց հետ կապող։ Նրանք ամեն ինչ անում են, որ նրանք կապված մնան էլի իր հայրական տան հետ։ Ու կռիվներ, վեճեր, բախումներ այդ նոր տեղում, որովհետև նա եկել է եւ բերել այն ինչ որ ըստ իրա, որպես թե լավն է, որպես թե բարի է, որպես թե ես այսպես եմ սովորել, մեզ այսպես, ինձ այսպես են դաստիարակել եւ այլն, լավ են արել։ Բայց կարգը Աստծո սահմանած այդպիսին է։
դու եկել ես որպեսի այս նոր տան մեջ զբաղեցնես այն տեղը, որտեղ Տերը քեզ նախատեսել է։ Եվ այդ տեղը կոչվում է կնոջ տեղ, չէ՞։ Օրինակ ասում ենք տղա մարդ, հետո կին մարդ։ Հիմա եթե Աստված քեզ կին մարդ է ստեղծել, դու երբեք երջանիկ չես լինի, եթե չզբաղեցնես քո կնոջ տեղը, կնոջ կարգավիճակը։ Ինչ ասել է կին, որը Աստված նկատի ունի։ Որպես կին Աստված նախատեսել է, որ դու պիտի լինես քո ամուսնու օգնականը կամ նրա, այդպես ասած, համար ստեղծված եւ նրա այդ իշխանության ներքո, որտեղ ասում են, նայա քո գլուխը, ամուսինը որպես գլուխ։ Եթե դու չես հավատում այդ ճշմարտությանը, որ կին լինելով քո, բայց բարի ճիշտ իմաստով կին, դու կդառնաս երջանիկ մարդ, շատ դառը օրեր պիտի ապրես դու, շատ ցավալի, անիմաստ ժամանակներ պիտի կորցնես եւ այն օրտյալ կյանքը, որ Աստված քեզ համար նախատեսել էր, այդպես էլ դու չպիտի վայելես, որտեղ դու քո տեղը չզբաղեցրեցիր որպես կին։ Նույնն էլ վերաբերում է տղամարդուն, տղամարդու համար էլ Աստված տղամարդու դիրքը կարգավիճակն է նախատեսել, ինչպիսին պիտի լինի տղամարդը, իսկ տղամարդու գլուխը գրված է Քրիստոսն է։ Եթե դու եկել դարձել ես հավատացյալ եւ չես մտել այդ գլխի իշխանության ներքո գործնականում, իսկ դա նշանակում է դու դրից ներս չես մտել, ճշմարտությունից ներս չես մտել, դու դեռ քո ցանկությունների, քո մարդկային վերջապես այդ իմացած սրտի խորհուրդների եւ ճանապարհների մեջ ես դեռ ուզում քայլես եւ ցավալիորեն այդ դարը պտուղները քաղելով անգամ չես ուզում արթնանաս, ասես ես ինչ եմ անում, ես որտեղ եմ, ես ինչու է իմ հետ այս բաները կատարվում, պարզ պատճառով դու քո տեղում չես, այստեղ ասում ով աղջիկ, լսի ուտես քո ականջը ծռե, մոռացիր քո ժողովուրդը ու քո օրդ տունը։ Հիմա հոգևոր խորհուրդը նայենք, հոր տունը ո՞րն է։ Հոր տունը Ադամի տունն է, Ադամի սերունդ որպես, դու որ եկել ես, դու սերվում ես այդ առաջին նախահայր Ադամից։ Եվ հիմա դու եկել ես ներկայացնես Աստծուն, դու պարտավոր ես այդ բանը անելու, դու պիտի թողես քո հայր, այսինքն այն ինչը որ Ադամից էր, հին մարդուց էր, դու պիտի կտրես, բոլոր այդ պորտալները հին կյանքի հետ, հին իրականության հետ դու պիտի կտրես։ Երբեմն դժվար է, բայց Աստված չի ասել, որ ինչ որ բան քո ուժերով արա, Աստված ասել է համաձայնվիր, հոժարվիր, ես կկտրեմ, ես կօգնեմ, որ դու կտրես։ Բայց ինչու չես հավատում, որ քեզ համար բարի է, որ քո հոր տան հետ քո պորտալները կապող կտրես դու։ Ինչու չես հավատում։ Հակառակ գնալով Աստծոս դրած կարգին, որքան թանկ ժամանակ կորցնելով է զբաղված, եւ նոր հետո ինչ է ասում, այնատեն թագավորը պիտի ցանկա քո գեղեցկությանը։ Քանի դեռ դու քո հոր տան հետ կապված ես, դու գեղեցկություն չունես։ Չունես դու գեղեցկություն։ Քո գեղեցկությունը քո վրա կհայտնվի այն ժամանակ, երբ որ այդ կապը խզվի, քո հին մարդու, քո հին անցյալի, ինչը որ Ադամի հետ է կապում, քո հոր տան հետ, ասում այդ ժամանակ թագավորը կցանկա քո գեղեցկությանդ։ Արդյոք մենք չենք դարձել հավատացյալ, որ թագավորը ցանկանա մեզ մեր գեղեցկությունը, իրոք իր գեղեցկությունը լինի մեր գեղեցկությունը։ Ինչու եք դարձել հավատացյալ։ Թող Աստծո անունը փառավորվի։ Ուրեմն այս որ ասում է պիտի մտնե ու ելնե, այսպես կարող ենք նաև այդ խոսքը ձևակերպել։ Պիտի մտնելով ելնե, որտեվ այդ դուրս գալը կապված է մտնելու հետ։ Տեսեք Իսրայելը, պարզ օրինակ, Եգիպտոսից դուրս եկավ արդյոք։ Արերևույթ դուրս եկավ։ Նրանք դուրս եկան, չէ՞, Եգիպտոսից, Մովսեսի առաջնորդությամբ։ 40 տարի պտտեցին անապատում, բայց կարող ենք ասել, որ Իսրայելը, որ դուրս եկավ, ինչի համար էր դուրս եկել,
դա դուրս էր եկել մտնելու Քանանի երկիրը, չէ՞։ Աստված ոչ էր ասել դուրս եկեք տանեմ անապատի մեջ ձեզ հրաշքներ ցույց տամ, իմ մեծամեծ գործերը ցույց տամ ու դրանով բավարարվեք դուք, վերջում է մեռեք մնացեք անապատի մեջ։ Աստված Եգիպտոսից անել էր մի նպատակով, որ տանի եւ մտցնի Քանանի երկիրը, որ նրանք ժառանգեն այն բոլորովին տարբեր իրականությունը, այդ երկիրը, որ կաթ ու մեղր բխող չէ, խորհրդով ասած, այդ Քանանու երկիրը խորհրդապատկերում է Քրիստոսին։ Այսինքն հավատացյալը, եթե Եգիպտոսից դուրս է եկել, իսկ Եգիպտոսը խորհրդով ինչն է, Եգիպտոսը այս մեղքի աշխարհն է, մարմնավոր ցանկությունների, այդպես ասած, այդ գերության մեջ ապրող մարդու իրականությունն է, որով ապրել է, որով փորձել է իր այդպես ներսի այդ դատարկությունը լցնի։ Վերջը Աստծո լույսը ծագել է իմաստված, Աստծո խոսքը հասել, ասում է դուրս արի քո հորտանից, դուրս արի քո իրականությունից, որտեվ ասում է ով որ մտնե ու ելնե, որտեվ քո մտնելը կապված է, այսինքն քո ելնելը աշխարհից կապված է քո մտնելու հետ։ Եթե դու դեռ չես մտել, ուրեմն դեռ չես ելել աշխարհից։ Ինչպես Իսրայելը երևույթով դուրս էր եկել, բայց իրենց սրտերի մեջ, իրենց այդ պորտալարով կապված մնացին Եգիպտոսի հետ, ու դրա համար չկարողացան տեղ հասնել, նրանք չմտան։ Դե Աստված սուղ գին է վճարել, որ մեր դեպքում այդ օրհնյալ ուրեմն Աստծո խորհուրդը ծրագիրը մեր վրա կատարվի եւ մենք մտնենք ոչ թե գնալուց հետո այս երկրից, այստեղ երկրի վրա դեռ ապրելուց այդ փորձառությունը ունենանք դրից ներս մտած, այդ նեղ դրից, որը ճշմարտությունն է եւ այդ ճշմարտության ճանապարհը քայլելու, որ Հիսուսն ասում է ես եմ ճամփան, չէ՞։ Այդ դրից հետո սկսվում է այդ ճանապարհը, այն կյանքը, որը Քրիստոսի մեջ է, Քրիստոսի ներկայության մեջ է։ Օրհնյալ լինի Տիրոջ անունը։ Ուրեմն ինչն է որ պայման է որ մարդը պիտի հավատացյալ անձնավորությունը իրոք նախդատեսնի հավատա եւ խնդրի Տիրոջից, որ ինքը վերցնի իր վրա այն ինչ որ Տերը նախատեսել է, որն է այդ արգելքը, որ մարդը չի կարողանում դրից ներս մտնի։ Արգելքը մեր անձն է, մեր հպարտությունն է, մեր արդարությունն է, մեր փառքն է։ Մենք ուզում ենք, չենք ուզում ուղղակի զրկվել մեր փառքից, մեր շահից, մեր մարդկային վերջապես մեր կամքը իգործ դնելու այդ հակումը մեր մեջ խորն է նստած, բայց մյուս կողմից մենք այլ ընտրանք չունենք, Աստված մեզ համար հնարավորությունը ընձեռնել է, բայց տրված է, որ ամեն մեկը համապատասխան ժամանակի մեջ իրականացնի այդ հրաշալի ուրեմն հնարավորությունից օգտվի եւ դրա համար ինչ եմ կոչանում մեզ բոլորիս, եկեք իրոք մոռանանք մեր հորտունը, մոռանանք, այսինքն խնդրենք Տիրոջը, որ ամեն մեկս չգիտեմ, քանի տարվա հավատացյալ ենք, բայց որքանով ենք մենք մտել ու վայելում այն իրականությունը, որը Քրիստոսի դրից ներս մտնելուց հետո է, մենք կարող է նորից եմ ասում, շատ խոսենք դրից են կողմ, ինչքան գեղեցիկ, ինչքան լավ բաներ կան, այդ արոտի մասին խոսենք, բայց այդ արոտը չճաշակենք, Քրիստոսին որպես երկնքից իջացած, որպես ճշմարիտ կերակուր չվայելենք, Աստծո օգնությամբ մենք կարող ենք իրոք համապատասխան ուրեմն եզրակացություն անելուց հետո, որտեղ մեզ տրված ժամանակը անվերջ չի, երկրորդ Կորինթացիների առաջի գլուխ 19-20 խոսքը այսպես է ասում. իր մեջ, որքան որ խոստումներ կան Աստծո կողմից, իր մեջ այո են եւ ամեն են, որտեղ բոլոր խոստումները Աստված, որ խոստացել է մեզ մարդուն ընդհանրապես, այդ խոստումները այո եւ ամեն են մի դիրքում, մի տեղում, Քրիստոսից ներս մտած, իր մեջ ասում է, այո եւ ամեն են,
Իսկ Քրիստոսից դուրս մենք կարող ենք տեղեկացված լինենք, բնական է կարդում ենք Սուրբ Գիրքը, բայց այդպես էլ այդ խոստումները չիրականանան մեր մեջ, մեր վրա։ Եկեք ոտքի կանգնենք, երևի ավարտելով խոսքս Հովանու 15:4 խոսքն եմ ուզում մեջբերում անել աղոթքից առաջ, մտնելուց հետո նաև Տերն ասում է իմ մեջը սկեցեք։ Հիսուսը ոչ միայն դուռն է, Հիսուսը նաև այն իրականությունն է, այն արոտն է, այն ճանապարհն է, որի մեջ Տերը ուզում է միշտ մեզ տեսնի, այսինքն երբեք մենք դուրս չգանք։ Դրա համար ասում է պիտի մտնե ու պիտի ելլե։ Մի կողմից դուրս գալ այնտեղից, որտեղ էինք, եւ դրից մտնելուց հետո հայտնվել մի ուրիշ իրականության մեջ եւ քայլել այդ նոր ճանապարհով, որը ճշմարտությունը, փառք Տիրոջը։ Ուրեմն այդ իր մեջ կենալու պատասխանատվությունը ամեն մեկը ինքն է կրում եւ խանգարողը մեր հոր հետ դեռ հաղորդակցությունն է հոր տան հետ առաջի, չէ՞, Ադամի հին մարդու, որ բոլոր այդ կապերը դեռ չենք ուզում խզել կամ կտրել Աստծո օգնությամբ եւ ինչ որ բաներ կա, ինչպես Իսրայելիներ այդպես հիշեցնում է, անդադ մնում են, հիշում են Եգիպտոսը ու զարմանալի ձևով այնտեղ նրանք մի եսի ինչ փառավոր կյանք չէին էլ ապրել, չէ՞, այնտեղ գերիներ, ստրուկներ էին նրանք, բայց արիուտես հիշում են Եգիպտոսի իրականությունը, այնտեղ իրանց ասում եմ կացաների մոտ մենք այդ հոտը գոնե վայելում էինք, իրենց չերել տրվում ուտելու հնարավորություն չունեին, բայց ցավալիորեն այդ հին կյանքը նրանց այդպես էլ Աստծո մեծ ողորմությանը արժանանալուց հետո որ նրանք դուրս եկան, այդպես էլ իրենք իրենց ներսից Եգիպտոսը չուզեցան դուրս անել։ Աղոթենք Տերը օգնական լինի, որ մենք իրոք Տիրոջ հետ ճշտենք, մենք դրից ներս մտած հավատացյալներ ենք, թե եկել դրան առջևը կանգնել ու առաջ չենք գնում, որտեվ արդյունքը վկայում է մենք մտել ենք թե ոչ։